Բարև ձեզ, Ֆակտոր TV յուրը քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն է, ողջույն պարոն Նավասարդյան, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եմեն անդամակցելու process ենթադրող օրենքի նախագծին եւ ակնկալվում է, որ արդեն վաղը ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ վերջնականապես կընդունի այս օրենքը։ Ինձ հետաքրքիր է պահը ընտրված միջազգային այս խառնակ միգուցե քաոսային իրադրությանը ինչքանով է համարժեք Հայաստանի այս որոշումը պետականորեն օրենքով սկսել Եմեն անդամակցելու process-ը, այս անորոշությունը մեր օգտին է, թե կխանգարի, ինչ եք կարծում։ Դե ես կարծում եմ, եթե նախաձեռնությունը սկսվում էր դեռ, ես չգիտեմ, ավելի քան կես տարի առաջ, կարելի ասել նույնիսկ 1 տարի առաջ, դժվար էր կանխատեսել, որ նման զարգացումներ կլինեն աշխարհում եւ համապատասխանեցնել դրա տեմպերը եւ փուլերը այդ զարգացումներին, այսինքն եթե նախաձեռնությունը եղել է, ուրեմն իր հունով պետք է գնալ եւ եկել է ժամանակը, որ դա նաեւ երևի օրենքի տեսք ստանա։ Ամեն դեպքում չեն հրաժարվում դրանից իշխանությունները։ Չէ, ես ենթադրում եմ, որ հետեւականությունը այդ ուղղությամբ քաղաքական ուժի համար անհրաժեշտ է։ Ինչքանով է ընդհանրապես պահին համահունչ դա այդ բնական process-ը, որքանով է համահունչ նաև գլոբալ բնական process-ին։ Իհարկե ես միշտ համարել եմ, որ առաջնահերթությունը պետք է լինի գործերին, այլ ոչ թե նման որոշումներին, որոնք տեքստի վրա են հիմնված, հա։ Եվ ես կարծում եմ, որ այդ ամբողջ ժամանակ եւ մինչեւ նախաձեռնությունը Հայաստանը պետք է զբաղվեր դրանով, որ բարեփոխումներ իրականացնել հետեւականորեն եւ իր կշիռը միջազգային հարաբերություններում, այդ նաեւ տնտեսական, տրանսպորտային հարաբերություններում մեծացնել։ Պաստորեն դա չէր տեղի ունենում եւ երբ այնպիսի բազայի վրա է ընդունվում օրենքը եւ օրակարգը դեպի Եվրամիություն գնալու, իհարկե պակաս համոզիչ է դա քաղաքացիների համար, որը չի նշանակում, որ չպիտի լինի, հա։ Ամեն դեպքում լինելու կամ չլինելու պարագայում անհրաժեշտ է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք այսօր կարևոր են։ Ի վերջո մենք տեսնում ենք բազմաթիվ եվրոպական երկրներ, որոնք բազմաթիվ չէ, մի քանի ազդեցիկ եվրոպական երկրներ, որոնք որոշել են մերձենալ Եվրամիության հետ, որքան հնարավոր է, բայց նույնիսկ մաքսային միության դառնալ Եվրամիության հետ, բայց չլինել Եվրամիության անդամ։ Օրինակ Նորվեգիան, որը չի ուզում էներգետիկ ռեսուրսների կիսել եվրոպացիների հետ։ Էներգետիկ ռեսուրսներից գոյացած գումարը։ Շվեյցարիան չունի էներգետիկ ռեսուրսներ։ Չէ, ես Նորվեգիան նկատում եմ։ Ինչ որ այլ պատճառներով, Իսլանդիան մեկ այլ պատճառներով, այսինքն ամեն մեկը ունի իր պատճառները, եւ այդ պատճառները ենթադրում են վերջնական որոշումը միանալ, չմիանալ կոնկրետ իրավիճակում եւ կոնկրետ հաշվարկների հիման վրա։ Հիմա Հայաստանի պարագայում ես կարծում եմ, ինչպես իմ նշած 3 երկրները Հայաստանը պետք է զարգանալ, նույնիսկ ինչ որ հարցերում, եթե կարող էր առաջ ընկնել Եվրամիության անդամ երկրներից, իսկ երբ կգար պահը Եվրամիության անդամ դառնալու, նոր որոշել, որ այդ ճանապարհն է ընտրում։ Այսինքն նորից եմ կրկնում, ինձ համար հաջողության երևի 95%-ը դա կոնկրետ գործերն են եւ մնացած 5%-ը քաղաքական կամքն են կամ քաղաքական պլանավորում։ Շատ լավ, իհարկե ասել թե 5 տարի հետո, նույնիսկ 3 տարի հետո ինչ կլինի, շատ բարդ է այսօրվա միջազգային հարաբերությունները։ Բայց եթե դու ինչ-որ բան ես ստեղծում նյութական, դա միևնույն է ցանկացած պարագայում, ցանկացած պայմաններում արժեք է։ Շատ լավ։ Բայց Եմեն նաև վերջին շրջանում ապրում է շոկային տրամաբանությամբ եւ շոկը եկավ Միացյալ Նահանգներից Մյունխենյան գագաթնաժողովում Վենսի փոխնախագահի ելույթը այն մասին, որ դուք եք այսօր ձեր գլխի տերը, իսկ եվրոպացիները սովորել են, որ ամեն դեպքում Միացյալ Նահանգները անվտանգային հովանին կտա, իրենց պես ներքին հարցերով կզբաղվեն զարգացմամբ, հիմա ռեսուրսներն ի զգալի հատված նրանք պետք է ուղղեն իրենց անվտանգության ապահովմանը, թվեր են արդեն հնչում 800 միլիարդ եվրոից ավելի մոբիլիզացիա անվտանգության ապահովման նպատակով եւ ընդգծվում է եվրոպական եռյակը Գերմանիա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա, որոնք փորձելու են այս խնդիրների լուծման առաջնորդությամբ զբաղվել, նաեւ ուկրաինական հարցում որոշակի
դերակատարություն վերցնել, նաև ֆրանսիացիները պատրաստ են իրենց միջուկային հովանոցը կիսել եվրոպական տարբեր երկրների հետ, սրանք այն տենդենսներն են, որ Եվրոպան փորձում է առաջ տանել, մենք խոսենք ռուս-ուկրաինական հարցում Եվրոպայի այսպես ապագայից, բայց արդյոք նաև այս խնդիրները, որ Եմեն այսօր հարկադրված է լուծել եւ առաջին հերթին անվտանգային, այսպես ասենք, մեզ համար դրական ազդակներ են։ Ինչու՞, որովհետեւ եթե նրանք դառնան շատ լուրջ աշխարհաքաղաքական կենտրոն եւ Հայաստան մաս կազմի այդ կենտրոնին, պարզ է որ դիվիդենդները շատ են, բայց արդյոք շանս ունեն այդպիսի կենտրոն դառնալ։ Դե ես կարծում եմ նույնիսկ մինչև մաս դառնալը, եթե դառնա Հայաստանը արդեն կարող է շահեր ստանալ, քանի որ եթե այդպիսի անվտանգային ոլորտում ծրագրեր ունեն եվրոպական երկրները, դա ենթադրում է, որ իրենք նաև բարձրացնելու են իրենց քաղաքական կշիռը միջազգային հարաբերություններում, իսկ ամեն դեպքում Եվրամիության կամ եվրոպական երկրների մոտեցումները շատ հարցերին, հումանիտար մարդու իրավունքների եւ այլն համահունչ են Հայաստանի շահերի հետ, այսինքն մենք պետք է որ շահագրգռված լինենք, որ ԱՄՆ-ի դուրս գալուց հետո այս միտումներից, ժամանակավոր թե վերջնական դա դեռ պարզ չէ, հայտնվում է եւս մեկ լուրջ աշխարհաքաղաքական ծանրակշիռ կենտրոն, որը փորձում է իր վրա վերցնել նաեւ այն, ինչից հրաժարվում է այսօր ԱՄՆ-ն, բայց իհարկե մենք նաեւ պետք է հասկանանք, որ դա բավականին բարդ գործընթաց է, որտեղ այստեղ խոսքը գնում է ոչ թե մեկ ընտրության մասին, ինչպես ԱՄՆ-ում է, մեկ ընտրությամբ կարող է լրիվ այլ ուղղությամբ գնալ քաղաքականությունը։ Եվրամիությունում բազմաթիվ երկրներ կան եւ ամեն մի երկրի ներսի քաղաքական իրավիճակը, նախընտրական պայքարը, նախընտրական առաջնահերթությունները կարող են խոչընդոտ դառնալ այդ պլանների կատարման եւ դրա դրսեւորումները մենք տեսնում ենք, պետք է իրատեսորեն նայենք զարգացումներին, մենք տեսնում ենք, որ ոչ միայն Հունգարիան է, որ սահմանափակում է աջակցությունը Ուկրաինային, երբ խոսքը գնում է արդեն տասնյակ միլիարդների մասին, նույնիսկ առաջատար եվրոպական պետությունները այստեղ հակասություններ ունեն, արդյոք նրանք պատրաստ են այդ օգնությունը տրամադրել թե չէ, եւ բնականաբար, եթե կա այդպիսի բազմաձայն միջավայր, վճռական գործողությունների եւ վճռական պլանավորման համար պայմանները այդքան էլ բարվոք չեն, բայց այստեղ պետք է ավելի ճիշտ հաշվել երևի շանսերը եւ շահերը երկրների։ Օրինակ Ֆրանսիան ակնհայտորեն այդ գծի վրա ունի հստակ շահեր, քանի որ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը ենթադրում է նաեւ որ սպառազինությունների շուկայում ԱՄՆ-ի դերակատարությունը իջնելու է, իսկ եւ բացվում են այլ հնարավորություններ, ասենք ֆրանսիական ռազմական արդյունաբերության համար եւ Ֆրանսիան դա կարող է մատուցել իր հասարակությանը, իր քաղաքացիների, ընտրողներին, որպես լուրջ հիմնավորում ինչու պետք է Ֆրանսիան առաջնորդի կամ լինի առաջնորդներից մեկը այդ եվրոպական կերպարափոխման գործընթացում։ Գերմանիան ակնհայտորեն նույնպես հակված է այդպես անել, հաշվի առնելով, որ նոր են ընտրությունները տեղի ունեցել եւ ունեն որոշակի ժամանակ հիմա իրականացնել այն քաղաքականությունը, որ այսօր է որոշվում եւ Գերմանիան կարծես թե որոշում է կայացնում ռազմաարդյունաբերության մեջ լուրջ պետական ներդրումներ կատարել, որը միգուցե արդեն 4-5 տարուց հետո կտա իր արդյունքը եւ անվտանգային պարտավորությունների կամ անվտանգային պատասխանատվության միջազգային գլոբալ ասպարեզում Գերմանիան շատ ավելի բարձր ձայն կունենա, քան ունեցել է մինչև վերջերս։ Կներեք, ամերիկյան ամենամեծ կոնտինգենտներից մեկը ռազմական հենց Գերմանիայում է տեղակայված եւ եթե նրանք դուրս գան, ուղղակի Գերմանիան այսպես վակուումային իրադրության հետ կարող է գործ ունենալ։ Այո, դա էլ է պատճառներից մեկը, թեև ես չեմ կարծում, որ արդեն վերջի տարիների ընթացքում ամերիկացիների ռազմական ներկայությունը անվտանգային տեսակետից մեծ նշանակություն ուներ Գերմանիայի համար, այդ ժամանակները երևի անցել էր եւ հետեւելով
ամերիկյան ներկայությանը վերջին 20-25 տարի ընթացքում մենք տեսնում ենք, որ այն հետևականորեն նվազում է, հա, եւ պարզ է, որ դա ոչ Թրամփի ընտրության հետ է կապված, որ Գերմանիան ավելի մեծ պատասխանատվություն պետք է ստանձներ ազգային մակարդակով, քան դա եղել է, չգիտեմ, 80-ական, 90-ական թվականներին։ Ամեն դեպքում հետարքիր միտումներ են, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ եվրոպական շատ երկրներ նաև կախվածության մեջ են մնում ԱՄՆ-ից եւ չեն ցանկանում լրիվ կտրել կապերը, մանավանդ որ չգիտեն իսկ ինչ է լինելու 4 տարի հետո ԱՄՆ-ում կամ արդեն 3.5 տարի հետո։ Եվ բնականաբար դա թելադրում են այնպիսի զգուշավոր քաղաքականություն, որ լրիվ ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններից հրաժարվեն եվրոպացիները, առաջին հերթին դա երևում է Մեծ Բրիտանիայի դեպքում, հա, որը միշտ, ասենք, եթե Եվրոպան վերցնենք նաև կղզիներով, միշտ եղել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրտացման, կարևոր է նաև Եվրամիության այսօրվա, որ Եվրամիությունում կայացվող որոշումների համար կարևոր է նաև թե ինչ հարաբերություններ կձևավորվեն Թուրքիայի հետ, որտեղ Թուրքիան արդեն իսկ ունի բավականին հզոր ռեսուրս անվտանգային տեսակետից եւ ՆԱՏՕ, ինչպես ասում են, երկրորդ ամենամեծ բանակը եւ վերջի 10-15 տարիների ընթացքում նաև ռազմական արդյունաբերություններ, տեխնոլոգիաներն էին բավականին լավ զարգանում Թուրքիայում, այսինքն արհամարել այդ գործոնը ընդհանրապես անվտանգային ճարտարապետության տեսակետից ոչ մի եվրոպական երկիր չի կարող, հա, եւ Թուրքիան կարծես թե փորձում է դրանից օգտվել, մի կողմից հաշվի առնելով լավ հարաբերություններ, այսպես ասենք Էրդողանի եւ Թրամփի միջև կարող է ընտրել որպես հիմնական գործընկեր եւ ԱՄՆ-ին եւ կարող է ընտրել նաեւ Եվրամիությանը, թե որ համակարգի մեջ է ինքը մտնում եւ որտեղից ինչ է շահում։ Դա իհարկե բավականին հեռանկարային դիրք է այսօր Թուրքիայի համար, բայց Թուրքիայի ընտրությունը կախված է նաեւ ներքին քաղաքական ընտրություններից, հա, թե ինչով կվերջանա այս նոր քաղաքական ճգնաժամը, որ հիմա կա, դրանից էլ կախված է լինելու, թե որ ուղղությամբ Թուրքիան իր հիմնական անվտանգային ոլորտում եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական ոլորտում զարգացման ուղիները կփնտրի։ Շատ լավ, Թուրքիա, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է ուղղակի գործ ունենալ, հա, ունենալ այդպիսի խոշոր պետություն հենց քո սահմանին, այդքան երկար սահման ունենալ եւ անտեսել, որ նա քո կողքին է, քեզ կպած է, հա, որպես պետություն, ուղղակի Հայաստանի Հանրապետությունը չի կարող Սիրիա այդ հումանիտար բեռի համար սահմանը 10 օրում բացվում է, ամերիկացիները ողջունեցին, եվրոպացիները ողջունեցին, բայց էլի փակվելու է ըստ էության։ Իհարկե հետևում ենք նաև ադրբեջանական արձագանքներին, որոնք որոշակի կծողական են թուրքերին, որ այսպես տարբեր լրատվամիջոցներ տարբեր ձև են մեկնաբանում, կար այն համատեքստը, որ չսպասեցիք Զանգեզուրի միջանցքի համատեքստում բացվի, իհարկե չափազանցություն, մեղադրանքներ, այդ ամեն ինչը կար, պարոն Հարասարդյան, Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիայից կարելի է ակնկալել գործուն ներգրավում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, մենք միշտ մտածել ենք եւ թուրքեր-ադրբեջանցիները այդ ուղերձն են տվել, որ քանի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունը չի կարգավորվել, սա էլ չի կարգավորվի, ըստ ձեզ ամերիկացիները ջանքեր կգործադրեն, որ հակառակ ուղղությամբ գնալ, եթե բացվում է Հայաստան-Թուրքիա սահմանը, Ադրբեջանի մոտիվացիան չկնքել պայմանագիրը, էականորեն կարող է նվազել, որովհետեւ դա նաեւ գործիք է Հայաստանի գլխին, հա, եկեք իմ պահանջները կատարեք, որ նաև ստանաք թուրքական բաց սահման։ Եթե բացվում է թուրքական սահմանը, Ադրբեջանը մի տեսակ խաղակարտից զրկվում է, ինչ սպասել է այստեղ։ Ես մինչ այդ թեմային անցնելը երկրորդեմ ձեր կարծիքը, որ Թուրքիան իրոք կարևոր երկիր է դառնում Հայաստանի համար, նաև այս վերջի զարգացումների պատճառով,
Հաշվի առնելով, որ եվրոպական մեր գործընկերները շատ են զբաղված այլ հարցերով, բնականաբար իրենց նախապատվությունների ցանկում Հայաստանի հետ կապված խնդիրը ահագին ներքև են իջել։ Զուտ զբաղվածության պատճառով գլուխները խառնա այլ մարտահրավերների եւ ներքին եւ մենք խոսել ենք նաեւ գլոբալ զարգացումների մասին, Ուկրաինան մնում է վերջո եւ այլն։ Իսկ եթե բնականաբար նաեւ Թուրքիայի ուշադրությունը այլ ուղղություններով է, բայց եթե համեմատենք եվրոպական առաջատար Եվրամիության առաջատար երկրների եւ Թուրքիայի այդ ցանկերում նվազումը Հայաստանի կարևորության Թուրքիայում ավելի քիչ է նվազել, հա, ամեն դեպքում մենք անմիջական հարևան ենք եւ դա նշանակում է, որ Թուրքիայի կշիռը Հայաստանի հետ կապված հարցերում բարձրանում է։ Դա պետք է ընդունել, մեզ դուր է գալիս թե ոչ եւ բնականաբար կարևորել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Հիմա ինչով կարող է ԱՄՆ-ն դրան նպաստել։ Նախ ԱՄՆ-ն միշտ է նպաստել, որպեսզի սկզբից Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնի, հետո նոր լինի Արցախյան խնդրի լուծումը եւ դրա օրինակներն են եւ այդ թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի ստեղծումը դեռ 2001-2004 թվականին, հա, որը գոնե մեր տարածաշրջանի համար ամենաերևացող քաղաքական նախաձեռնությունն էր ԱՄՆ-ի, հա, էներգետիկները թողենք մի կողմ, բայց քաղաքական պլանների տեսակետից դա ամենաերևացող նախաձեռնությունն էր, հետո ֆուտբոլային դիվանագիտությունը, որը ավարտվեց նաև արձանագրությունների ստորագրմամբ, այսինքն միշտ ԱՄՆ-ի համար դա այդպես էր։ Հիմա ես կարծում եմ պետք է էլի իրատես լինենք եւ հասկանանք, որ ԱՄՆ-ն գիտակցում է, որ առանց Ադրբեջանի հետ խաղաղության կնքմանը Թուրքիայի հետ նորմալացումը Հայաստանի շատ բարդ է լինելու։ Բնականաբար, եթե այդ եռանկյունին վերցնենք, հա, ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան, բնականաբար ԱՄՆ-ն փորձելու է օգնել Թուրքիային հնարավորինս ազատ ձեռքեր ունենալ, հա, Ադրբեջանի ճնշումներից եւ պարտադրանքներից, բայց որքանով է դա ստացվելու դժվար է այսօր ասել, որտեվ Ադրբեջանը իրեն թույլ է տալիս այսօր արդեն իսկ բավականին խիստ նախազգուշացումներ, որ հանկարծ չփորձեք մեզ ինչ-որ բան, մեր վրա ինչ-որ բան փաթաթել, հա։ Մենք գիտենք, մենք ինչ ենք ուզում, մենք գիտենք ինչպես ենք պատկերացնում Հայաստանի հետ մեր հաշտեցման գործընթացը եւ լուրջ որևէ փոզիչում մեզանից չսպասենք։ Զգուշացումը ում է ուղղված։ Զգուշացումը ուղղված է բոլոր նրանց, ովքեր փորձելու են այդ գործընթացում ինչ-որ դերակատարություն ունենալ եւ առաջին հերթին ԱՄՆ-ն, քանի որ պրակտիկ դաշտում մենք ունեցել ենք Մայք Ուոլցի, հա, եւ գրառումը եւ հայտարարությունը։ Երեք կներեք ընդհատելու համար 3 կարևոր պաշտոնյա արդեն խոսել են։ Հիմա քիչ անց ես դրանք կթվարկեմ, ձեր միտքը այո, կարող եք շարունակել։ Այո, եւ անմիջապես դրանից հետո մենք սկսեցինք լսել Ադրբեջանից բավականին խիստ հայտարարություններ եւ ես չեմ բացառում, որ տեքստերի, հա, համաձայնագրերի տեքստերի համաձայնեցնելուց հետո Ադրբեջանի այդ տրամադրության փոփոխությունը նաև դրանով կարող է պայմանավորված լինել, որ հանկարծ այդ ոգևորությունը, որ տեսան միջազգային ասպարեզում բոլորի կողմից, դա ինչ որտեղ Ադրբեջանին ստիպեց ասել, որ շատ մի ոգևորվեք։ Սառեցրին, հա, այդ դրական շատ մի ոգևորվեք, մենք դեռ ահագին պահանջներ ունենք, եւ դա իհարկե բավականին բարդ իրավիճակի մեջ է դնում Հայաստանին, էլի պետք է չնայած դա երևի մեր տրամադրությունների վրա լավ չի ազդում, բայց ամեն դեպքում պետք է իրատես լինենք, մենք տեսնում ենք ինչպես է փորձում ԱՄՆ-ն կարգավորել իրավիճակը ճգնաժամը Ուկրաինայում, հա, տեսնելով, որ ավելի թույլ կողմը Ուկրաինան է, փորձում է հիմնականում հենց Ուկրաինայից միակողմանի զիջումներ կորզել
եւ ինչ որտեղ խաղալ Ռուսաստանի կողմից։ Դե այնպեսի բաներ են ասում ամերիկացի պաշտոնյաները։ Եթե այդ նույն տրամաբանությունը տեղափոխվի նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, ապա ցանկությունը նպաստել խաղաղության հաստատմանը կարող է դրդել ԱՄՆ-ի դիվանագիտությանը հիմնական պահանջները դնել Հայաստանի վրա։ Այսինքն հաշվի առնելով, որ այսօր ԱՄՆ-ի քաղաքականությունը ոչ այնքան արժեքների սկզբունքների վրա է կառուցվում, որքան պրագմատիզմի եւ չոր պրագմատիզմը կարծես թե հուշում է, որ պետք է թույլ կողմին ճնշել։ Եվ այդ պատճառով ես կարծում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ ընդհանրապես դիրքը պետք է այնպեսին լինի, որքան էլ մենք կառուցողականորեն ենք տրամադրված, բայց մեզ համար կան բաներ, որտեղ մենք զիջումների չենք կարող գնալ։ Ցավոք այդպիսի ուղերձ ես մեր իշխանություններից արտաքին աշխարհին չեմ տեսնում։ Տեսեք, շատ հետաքրքիր բան ասացիք, պարոն Ասատրյան։ Ուկրաինայի պարագայում իրապես նրանք տարածքներ կորցրած պետություններն շատ մարդկային զոհեր ունեն եւ ամերիկյան ներկա վարչակազմը ուղղակի համոզված է, որ Ուկրաինան չի հաղթելու, հետեւաբար քանի որ չի հաղթելու, ուրեմն, այսպես ասենք, սառեցնել իրավիճակը ֆիքսել։ Հայաստան-Ադրբեջան տիրույթում մի քիչ ես կավելացնեի, որ ոչ միայն սառեցնել, այլ նաեւ նոր զիջումներ Ուկրաինայից փոխել եւ ես բոլորովին պատահական չեմ համարում այն բամբասանքները, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, նույնիսկ ինչ որ Օդեսայի շուրջ ինչ որ խոսակցություններ կային։ Դա պաշտոնական մակարդակով չէր, բայց եթե նման բամբասանքներ կային, ուրեմն այդ թեմայով կային խոսակցություններ, այդ թեմայով կային քննարկումներ եւ դա իհարկե Ուկրաինայի համար պետք է որ լավ նորություն չլինի։ Առաջարկում եմ ուկրաինական թեմայից խոսենք քիչ անց, դե քանի որ զուգահեռները շատ են։ Սթիվեն Ուիթկոֆը ինչ է ասում, որ Պուտինը պատվիրել է Թրամփի դիմանկարը, ավելին իրեն ասել է, որ ես գնացել եմ եկեղեցի եւ աղոթում եմ Դոնալդ Թրամփի առողջության համար այդ մահափորձից հետո սա ուղղակի պատկերում է այն իրավիճակը, որ կա եւ Ռուսաստանը ինչպիսի ջանքեր է գործադրում ուղղակի Թրամփի բարեհաճությունը ստանալու մի բան, որ կարող էր անպատկերացնելի լինել, այս թեման կա, բայց եկեք վերադառնանք Հայաստան-Ադրբեջան 17 կետ ամեն դեպքում համաձայնեցված է, այսինքն Ադրբեջանի լրացուցիչ պահանջները գտնվում են այս համաձայնագրից դուրս, պարոն Ասատրյան։ Այն մեր վախը, որ կարող են մեզ հարկադրել ինչ-որ բաներ անել, հա, այսինքն զիջումների գնալ, որ այդ պայմանագիրը կնքվի, մի տեսակ չեք կարծում, որ այդքան էլ բան չի, հա, արդարացված չի, որովհետև հայկական կողմը վերջին 2 զիջումներ արեց առանցքային հարցերում, այսինքն այդ զիջումնային կառուցողականությունը, որ Փաշինյանի կողմից տեսնում ենք, իրապես դա գետնի վրա տեղի ունեցել է եւ ամերիկացի դիվանագետները, որ վերջին տարիներին հատկապես ներգրավված են եղել Հայաստան-Ադրբեջան տիրույթում, վստահաբար տեսել են, թե հայկական կողմը ինչպիսի զիջումներ է արել հանուն այդ ստորագրել։ Չեք կարծում, որ ամեն դեպքում օրինակ նախագահ Թրամփը կարող է հանդես գալ հետեւյալ նախաձեռնությամբ հրավիրել Սպիտակ տուն Ալիևի եւ Փաշինյանին ստորագրել արդեն իսկ համաձայնեցված 17 կետերով այս համաձայնագիրը, թե ամեն դեպքում Ադրբեջանը այդտեղ կշարունակի պահանջներ առաջ քաշել եւ ամերիկացիները պիտի չասեն, որ համաձայնեցրել ես, էլ ինչ պահանջներ։ Դու ես 17 կետերը։ Դե ես կարծում եմ, որ Ադրբեջանը հենց այդ պատճառով է ստեղծում այդ տրամադրությունը, որ հանկարծ որևէ մեկը չփորձի ինչ-որ բան ստիպել։ Հա։ Ես հենց այդ տրամաբանության մեջ էի ներկայացնում իմ պատկերացումները, թե ինչ քաղաքականություն է այսօր։ Ну ոչ միայն, ընդհանրապես հռետորաբանությունը, որ այսօր կա Ադրբեջանից, լինի դա պաշտոնական կամ կիսապաշտոնական մակարդակով, վերջում մենք հասկանում ենք, որ բազմաթիվ, չգիտեմ, լրագրողներ, փորձագետներ, որոնք ապրում են Ադրբեջանում, չեն կարող որևէ բան ասել, եթե դա ընդհանուր գծից շեղվում է։ Հա, եւ եթե ասում են, որ
բոլոր նախապայմանները, որ դրել է Ադրբեջանը ստորագրման համար, պետք է կատարվեն։ Այսինքն ես ճիշտ ասած այսօր քիչ տարբերություն եմ տեսնում այն կետերի միջև, որոնք 17-ի մեջ են, եւ այն կետերի միջև, որտեղ դուրսն են, որտեղ եթե փաստաթղթում կան այդ 17 կետերը, բայց կան նաեւ այլ նախապայմաններ, որպիսի ստորագրվեն այդ 17 կետերը, նրանք ինչ որտեղ հավասարեցվում են եւ ընդհանուր կոնտեքստ են ստեղծում նախապայմանների եւ ճիշտն ասած, այսպես ասենք, կար լավատեսական սցենար, երբ որ հայտարարությունները հնչեցին երկու ԱԳՆ-ների, որ համաձայնեցված է տեքստը, որ դա նշանակում է, եթե այդպիսի հայտարարություններ են անում, ուրեմն այն կետերը, որոնք էական չեն երկկողմանի հարաբերությունների համար, իսկ ես կարծում եմ, որ եւ միջազգային դատականատյաններից այցերի վերցնելը եւ երրորդ երկրների ուժերի ներկայությունը սահմանային տարածքում դրանք էական չեն։ Դրանք абստրակտ բաներ են։ Հիմնականը դա երկու երկրների նորմալ հարաբերությունների հետ կապված կետերն են։ Ճանաչել տարածքային ամբողջականությունը, չմիջամտել ներքին գործերի մեջ։ Դա այն է, ինչի վրա հենվում են բոլոր երկրների միջև հարաբերությունները։ Հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել կոմունիկացիաները, որը չկա, բայց նրանք շատ ավելի կարևոր են, քան այդ абստրակտները, որոնց կատարումը նույնիսկ խիստ կասկածելի է։ Հիմա մենք լավ ենք պատկերացնում ինչ է նշանակում երրորդ ուժերի ներկայությունը սահմանին, հա, դա 1 կիլոմետր է, 3 կիլոմետր է, շատ է խոսվում դրա մասին, հա։ Ինչ որ կոնկրետ բան չի, կամ հայցերի վերցնելը ինչ է նշանակում, իսկ եթե անհատները շարունակեն հայցերով դիմել, պետությունը կարող է եւ արդյոք դա պատճառ չի հանդիսանա, որպեսզի կողմերից մեկը ասում է, դե եթե դուք ձեր մոտից լիքը անհատական հայցեր են գնում, ուրեմն մեր պայմանավորվածությունը հեչ։ Կամ եթե շարունակվում են Բաքվում այդ դատավարությունները, որոնք նաեւ ենթադրում են Հայաստանին ինչ որ մեղադրանքներ ներկայացնել Հայաստան պետության, հա, ուրեմն ինչ միջազգային դատականատյաներ, ամեն ինչ շարունակվում է այնպես, ինչպես շարունակվում է, եւ լավատեսական սցենարը այն էր, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ դրանք լուծվող հարցեր չեն։ Հա, եւ եկեք ստորագրենք կարևոր ուղղություններով առաջ գնանք, սա ոնց կստացվի, այնպես կստացվի։ Բայց ինչպես մենք տեսանք հետագա զարգացումների ընթացքում ոնց որ թե այդպես չէ, ոնց որ Ադրբեջանը փորձելու է իր ուժեղ դիրքերը շարունակել օգտագործել նրա համար, որ նոր եւ նոր նախապայմաններ դնել Հայաստանի առջև, եւ ես չգիտեմ որքանով միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա կարող է դա փոխել։ Այստեղ ամեն դեպքում շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանն էլ լինի շատ հստակ, արժանապատիվ եւ հետեւողական։ Դա չի նշանակում, ինչպես մեր կառավարող կուսակցության ներկայացուցիչներն են ասում, չպիտի երկու ոտը մեկ կոշիկի մեջ մտցնենք, հա, դա կենցաղային ձևակերպում է, բայց ամեն երկիր, եթե ուզում է հասնել իր ազգային շահերի իրականացմանը, պետք է շատ հստակ եւ հասկանալի լինի բոլորի համար, հա, ես տպավորություն ունեմ, որ մեզ շատերը վատ են հասկանում, թե մեր ուզածը ինչ է։ Երևի մենք էլ չգիտենք ինչ ենք ուզում, դա շատ վատ է, հա։ Նաև հստակ չի որևէ մեկի համար եւ երկրի ներսում եւ երկրից դուրս, ի վերջո մենք ում վրա ենք հույսը դնում մեր անվտանգությունը ապահովելու տեսակետից։ Հա, արդյոք դեռ հետին մտքով չենք ակնկալում, որ Ռուսաստանից ինչ որ դրական բաներ կստանանք, հա։ Եվ դա իհարկե դժվարացնում է քաղաքականության իրականացումը, եւ երբ քո դեմ ուժեղ մրցակից կա կամ հակառակորդ, որի տարբերություն քեզ բավականին հետեւողական է, դու կարող ես եւ անհարմար վիճակների մեջ ընկնել։ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը Ուիտկոֆը, որ ասես մերձավոր արևելքի բավական բարդ
խնդրով պետք է զբաղվի, նաև Ուկրաինայի հարցով է զբաղվում եւ նա մի բանաձև է ասում, որտեղ տեղավորում է նաև Հայաստան-Ադրբեջան խնդիրը, որ մենք չենք ուզում մտնել թեմաների մեջ, որտեղ հնարավոր չի գալ ընդհանուր հայտարարի, բայց նրանք մտել են այնքան բարդ խնդիրների մեջ, ինչպես իսրայելա-պաղեստինյան կամ ռուս-ուկրաինական խնդիրներ, որտեղ իրար սպանում են հենց այս պահին, հա, եւ էմոցիաները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, նաեւ կողմերի նշաձողերն են շատ բարձր մակարդակի, թե ուկրաինացիների, թե ռուսների, թե պաղեստինյան կողմի, թե Իսրայելի, այսինքն դեռ նրանք պետք է տարբեր հարցերի շուրջ համաձայնվեն, եթե դա ստացվի։ Ուղղակի մեր պարագայն այն էր, որ արդեն իսկ 17 հարցերի շուրջ համաձայնություն կայացվել է, այդ լրացուցիչ պահանջները հասկանալի են, թեև Հայաստանի իշխանությունը յուրաքանչյուրի մասով որոշակի բանաձև է առաջ քաշում եւ անկեղծ ասած որոշակի ես հետևելով մի քիչ լավատեսության տեղ էստեղ կար, որ իրենք սևագիր աշխատանք անելու կարիք չունեն, հա, իրենք ուղղակի պետք է Ադրբեջանի նախագահին ասեն արի եւ ստորագրի այդ լրացուցիչ պահանջներից հրաժարվելով, ինչ եք դուք մտածում այս մասով։ Ես քիչ հավանական եմ դա համարում, ճիշտն ասած։ Ես կասեի, որ ընդհանրապես մարտավարությունը խաղաղության հասնելու ուղղությամբ պետք է ելի հիմնված լինի շատ կոնկրետ եւ պրագմատիկ հարցերի վրա։ Եվ ինձ բոլորովին չի ուրախացնում, որ համատեքստից բանակցությունների գոնե ֆորմալ առումով դուրս են եկել հաղորդակցությունների ապաշրջանափակման հարցերը, որտեղ դա հենց այն թեման է, որտեղ եթե լիներ առաջընթաց, կձևավորվեին արդեն ընդհանուր շահեր երկու երկրների միջև եւ այդ ընդհանուր շահերը երկրորդական կդարձնեին այն բոլոր նախապայմանները կամ այն բազմաթիվ հարցերը, որտեղ մենք իրար դուրս չենք գալիս։ Պարզ է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը տասնյակ թեմաներ կան, որ մենք իրար դուրս չենք գալիս, որ մեզ դուրս չի գալիս, որ Ադրբեջանում էսպես է, Ադրբեջանում դուրս չի գալիս, որ մեզ մոտ այդպես է, եւ եթե մենք կենտրոնանանք այդ հարցերի վրա, վերջը չի լինելու։ Ուրեմն պետք է գնալ այն ճանապարհով, որ ստեղծենք մի դաշտ, որտեղ կա ընդհանուր շահը, եւ դա առաջին հերթին տրանսպորտային հաղորդակցություններն են։ Եվ ես շեշտը կդնեի հենց այդ հարցի վրա, անկախ նրանից ինչպիսի զարգացումներ կլինեն խաղաղության համաձայնագրի առումով։ Մանավանդ որ դուրս է բերված այդ համատեքստից, առանձին թեմա է, կենտրոնանանք այդ թեմայի վրա եւ այդ առումով ինձ սկզբունքորեն դուր եկավ այն նախաձեռնությունը, որով հանրապետություն, հա, կարծեմ կուսակցությունն էր, ոչ թե Եվրադաշինքը դիմեց ԱՄՆ-ին, որ եկեք տիրություն արեք այս տրանսպորտային հաղորդակցություններին, իհարկե տեքստը եւ կոնկրետ առաջարկությունները, որ եւ փողը դուք դրեք եւ համոզեք Բաքվին, Երևանին, որ այդպես լինի, ինքը ռոմանտիկ էր շատ։ Հա, բայց ինքը գաղափարը, որ պետք է կենտրոնանալ եւ կոնկրետ քայլեր անել այդ ուղղությամբ, ինձ համար շատ ավելի հեռանկարային է երևում, քան հույսերը, որ Թրամփը կկանչի իր մոտ, կնստացնի ոնց որ նստացրել էր Զելենսկուն Վենսի դիմաց, հա, եւ ասի մի խոսքով ստորագրում եք։ Դժվար եմ դա պատկերացնում։ Թեև դա իր համար լավ հաղթանակ կլիներ, փակում է 35-ամյա հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Դե հա, հաշվի առնելով, որ մնացած ուղղություններով հաջողությունները շատ կասկածելի են, միգուցե, բայց նաև տեսնում ենք, որ Թրամփը առայժմ այդքան չի ուզում իջնի իր հավակնությունների բարձունքից։ Դեռ Գրենլանդիա եւ Կանադայի հարցերը չլուծվել։ Այո, եւ դա է պատճառը, ինչու նման հարցերով զբաղվում են այլ անձիկ եւ հայտարարություններ են անում այլ անձիկ, այդ թվում նաեւ այնպիսի մարդիկ, որոնք չեն ներկայացնում ԱՄՆ-ի պետական ինստիտուտները, հա։ Վիտկոֆը շատ ակտիվ է, բայց ես կարծում եմ, որ Վիտկոֆը ինչպես եւ Քելեգը կարող է մի շաբաթից հետո ընդհանրապես անհետանալ քաղաքական դաշտից։ Դրա համար ավելի կարևոր է այն, ինչ անում են ինստիտուտները եւ այդտեղ դեպարտամենտի առումով անվտանգության հարցով խորհրդականը ինչ է անում, որքան էլ ոնց որ իր դիրքերը առայժմ թույլ են, ինչ է անում պետքարտուղարը եւ ինքը Թրամփը։
Հա, եւ այստեղ մենք դեռ գոնե ես լուրջ հեռանկարներ չեմ տեսնում, դրա համար մենք էլ պետք է ինչ-որ բան անենք, որպեսզի չսահմանափակվի մեր պատրաստակամությունը ապաշրջապակման, ինչ-որ ուղղակի թղթի վրա նկարած խաչմերուկներով։ Հյուրանոցային կոնկրետ գործ անենք։ Այո, դա շատ կարևոր նշում էր, հյուրանոցային դիվանագիտության process է հենց հիմա Սաուդյան Արաբիայում ընթանում, երբ որ հյուրանոցում գտնում են ռուսական, ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունները, ամերիկացի դիվանագետները հարց են տալիս ռուսներին, այդ հարցը տանում են ճշգրտում ուկրաինացիներին, վերադառնում են, այսինքն որոշակի, այսպես ասենք, հա, սենյակից սենյակ բանակցային process է տեղի ունենում։ Իհարկե փոքր հարցից են փորձում առաջ գնալ Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցում, ասում էր ազգային անվտանգության հարցերով խորհրդական օլցը, սա փոքր նպատակն է, որ դրվում է, բայց նաև ընդհանրապես մի քանի այլ հարցեր կան հրադադար հաստատել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, խաղաղապահների հարց, սա Ուկրաինայի համար առանցքային խնդիր է, տարածքների պատկանելիության հարցեր։ Իհարկե քիչ անմարդկային է իմ կողմից հարցնել ինչ ակնկալել այս լուրջ խնդիրների լուծման առումով, բայց դուք տեսնում եք լավատեսության հիմքեր այս բանակցությունները կարծես գործնական առաջին քայլն են, հա, որ ես միշտ այն կարծիքին եմ, որ արևմուտքը, եթե ենթադրենք, որ դեռ գոյություն ունի, հա, այդպիսի հասկացություն, հավաքական արևմուտք ԱՄՆ-ին ներառող միայն միասնականության պայմաններում կարող է դրական դեր խաղալ ռուս-ուկրաինական այդ պատերազմում, առանձին շատ դժվար է լինելու հարցեր լուծելը, որտեվ ամեն դեպքում հիմնական փաստարկը, որ ունի արևմուտքը Ռուսաստան, երկու փաստարկները, որ ունի արևմուտքը Ռուսաստանի հանդեպ, դա Ուկրաինային օգնելն է սպառազինություններով եւ պատժամիջոցները տնտեսական արևտրային Ռուսաստանի նկատմամբ։ Եթե այդ երկու կարևոր բաղադրիչները դուրս են գալիս ընդհանուր համատեքստից, շատ դժվար է Ռուսաստանին մղել ինչ-որ կոնկրետ գործողությունների, քանի որ այլապես Ռուսաստանը մնում է շահագրգռված պատերազմը շարունակելու։ Եվ առանձին պայմանավորվածությունները, որ էներգետիկ, ասենք, օբյեկտները չռմբակոծվեն, մասամբ ինձ միամիտ են թվում, որտեվ ես մի օրինակ բերեմ, եթե Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարված է հասցնում փոքր կաֆեին ուկրաինական քաղաքում, դա նշանակում է, որ պայմանավորվել, որ դու հենց այդ օբյեկտները չես ռմբակոծում, դա պրակտիկ հողի վրա չի աշխատում, հա։ Կասեն խփում ենք ռազմաբազային կպավ էլեկտրականին։ Ու այստեղ ոչ մի բան չես կարող անել շատ փխրուն է։ Մենք շատ լավ հիշում ենք նաև 44-օրյա պատերազմի տրամաբանությունը, երբ հերթով Մակրոնը, Պուտինը, Թրամփը հայտարարում են, որ զինադադար է, հա, բայց այդպես չէր, քանի որ կողմերից մեկը տեսնում էր, որ շարունակությունը իրեն ձեռնտու է։ Այսօր Ռուսաստանը համոզված է, որ պատերազմի շարունակությունը իրեն ձեռնտու է, եւ ես չեմ պատկերացնում, ինչ կարող է իրեն առաջարկել դրա փոխարեն ԱՄՆ-ն, որպեսզի Ռուսաստանը դրանից հրաժարվի։ Կարող է, ասենք, թղթի վրա ինչ-որ բան ստորագրել, կարող է ժամանակավոր նվազեցնել ինտենսիվությունը, հա, հարձակումների Ուկրաինայի վրա, բայց դա սկզբունքային որոշում չի լինելու։ Դրա դիմաց, որ ասենք ԱՄՆ-ն միակողմանի հանի պատժամիջոցները։ Հա, նման զարգացումներ ես տեսնում եմ, բայց որ դրանք վերջնական արդյունք են բերելու պատերազմի ավարտի տեսակետից շատ դժվար եմ պատկերացնում։ Եվ միայն եթե ԱՄՆ վարչակազմը համոզվի, որ պետք է վերադառնալ ի վերջո եվրոպական երկրների հետ ընդհանուր ռազմավարությանը, միայն այդ դեպքում կձևավորվի
այնպիսի հազոր բռունցք, որը Ռուսաստանը ստիպված է լինելու հաշվի առնել։ Հասկանալի է, շնորհակալ եմ, կսպասենք արդյունքներին, պարոն Նավասարդյան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Բորիս Նավասարդյանին։